Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է 2005 ընտրատեղամասերի արդյունքները։ Քվեարկության մասնակիցների թիվը 1,477,736 է։ Նրանց ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 49,81%, Ուժեղ Հայաստան դաշինք 23,21%, Հայաստան դաշինք 9,93% եւ Բարգավաճ Հայաստան կուսակցություն 3,996%։ Մնացած 14 ուժերի ձայները չեն գերազանցել 3%-ը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հունիսի 8-ի մամուլի ասուլիսում վստահեցրեց. ընտրությունների արդյունքների վրա ազդող խախտումներ չեն գրանցվել, ցուցանիշները նախնական են եւ դեռևս կա ճշգրտման եւ վերահաշվարկի փուլ։ Վերահաշվարկները, որ իրականացնենք, ու ես կողմնակցեմ, որպեսզի բոլոր ամենանվազագույն կասկածելի տեղամասերում, որ չգիտեմ ինչ որ պատճառով կասկածել, բոլոր տեղամասերում այդ նման տեղամասերում իրականացի վերահաշվարկ, որտեղ կրկնում եմ, մենք շատ բառը գծի վրա ենք, էլի, հասկանում եք, մի քաղաքական ուժի անցողիկ շեմը ըստ էության մի քանի ձայնով կարող է որոշվել։ Դրա համար մեզ հարկավոր է, որպեսզի մենք ունենանք ճշգրիտ պատկերը։ Վահագն Հովակիմյանը անդրադարձավ նաև երկու տեղամասում ժամը 20:00-ից հետո քվեարկությունների դեպքերին։ Ընտրողները զինվորներ են եղել, տեղամասերից մեկը Մեղրիում էր։ Երբ որ հասկացել են, որ երբ որ այդ 15-15-ով, այսինքն 15-15-ով մտնեն տեղամաս, ընտրողներին զինվորների հնարավորություն չեն ունենալու քվեարկել, այդ ժամանակ զինվորները այդ ժամանակ բոլորը, չգիտեմ 150 թե 200 հոգիներ, չգիտեմ քանի հոգի են եղել, իրենք բոլորը մտել են տեղամասը փակվել է իրենց հետևից, ու իրենք արդեն տեղամասում գտնվելով ընդամենը հերթով քվեարկել են։ Ըստ ինձ խնդիր չկա, որովհետև առավել խնդիր կլիներ, որ տեղամասը կողպեին դրան դիմաց կանգնած զինվորներին զրկեին քվեարկելու իրավունքից։ Լրագրողները հարցրին նաև Լոր գյուղի ընտրատեղամասից քվեաթերթիկների դուրսբերման տեսանյութի մասին, որում 34 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Արմինե Անդրանիկյանը քվեաթերթիկները լցնում է պարկի մեջ եւ դուրս բերում տեղամասից։ Գրպանիկը որ կա, որ այսպես ասեմ, ընտրողը ոնց է ստանում է այս ընտրությունում ստացել է 18 քվեաթերթիկ, հա աղբը։ Եվ այդ կադրերում, որ ես տեսել եմ, ես դա չէի գլխին գնում, գողանալ ասեցիք, բան չէ։ Կադրերում երևում է, երբ որ ինքը մեշոկ են պարկը 1900 պարկը ձեռքին, քյախուցի միջից անուն լցնում է պարկը։ Այս պահին դեռ պարզ չէ, թե ազգային ժողովում որ ուժը քանի падգամավոր կունենա։ Հստակ չէ նաև Բարգավաճ Հայաստանը հաղթահարել է անցողիկ շեմը, թե ոչ։ Խնդիրը կարող եմ, որպեսզի մանդատ հաշվարկվի, պետք է հստակ լինի, թե որ քաղաքական ուժերն են անցնում, որ քաղաքական ուժը իր ճշգրիտ կողմ ձայները որքան են։ Այսինքն մինչև վերահաշվարկը չավարտվի, մինչև մենք արդյունքները չամփոփենք, խոսել, այստեղ ես ուղղակի մանդատի հաշվարկը ասեմ, մանդատը հաշվարկելուց ինչպես է հաշվարկում։ Ասում է շեմը հաղթարած քաղաքական ուժերի կողմ ձայները բազմապատկվում են 101-ով եւ ստացված թիվը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող քաղաքական ուժերի կողմ ձայների հանրագումարի վրա։ Վահագն Հովակիմյանը հորդորեց բոլոր շահագրգիռ կողմերին որևէ հիմնավոր կասկածի դեպքում դիմել վերահաշվարկի համար։